Խորհրդարանն այսօր ամփոփեց 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները։ Հենց այս սրահում շուրջ մեկ շաբաթ գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները քննարկեցին անցած տարվա բյուջեի կատարման մանրամասները, իսկ լրագրողները բացի այս քննարկումներին հետևելուց նաեւ հնարավորություն ունեցան այս ընթացքում գործադիր մարմնի որոշ ներկայացուցիչների հարցեր ուղղել նաեւ այլ թեմաների վերաբերյալ։ Այսօր օրվա ընթացքում այստեղ էին մարզպետները, նրանց հետ եւս զրուցելու հնարավորություն ունեցանք Սյունիքի մարզպետից, օրինակ հետաքրքրվեցինք սահմանին տիրող իրավիճակից։ Ես հիշեցնեմ, որ 2 ամիս է Սյունիքի որոշ գյուղեր անդադար կրակոցներ են լսում, ադրբեջանական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով կրակոցներ է հնչեցնում։ Գիշերները կրակոցի ձայներ մերթ լսում են, բայց գիշերային ժամերին։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ, կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Վնաս կրած։ Ոչ, նոր որևէ բան չկա դեռ։ Վերջին այն տեղեկատվությունը, որ բանն հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք։ Ղուկասյանը խոսեց նաև անցած շաբաթավերջին մարզում տեղի ունեցած մի դեպքից, տեղեկություններ տարածվեցին, որ 2 պատանիներ մոլորվել են, ԱԱԾ-ն պնդեց, որ նրանք Ադրբեջանի տարածքում են, անգամ հայտարարություն եղավ, որ բանակցություններ են վարում նրանց հետ բերելու ուղղությամբ, բայց ինչպես պատանիներն էին բացատրել, իրենք Ադրբեջանի տարածքում չեն եղել, այսօր նաև սա հաստատեց նաև մարզպետը։ Քանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, որ եղել է ինքը իրեն չենտեղ եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ ողել որևէ տեղեկատվություն տրամադրել։ Ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր է, դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր։ Տավուշի մարզում տիրող իրավիճակից էլ մանրամասներ ներկայացրեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, հանկանում կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված որևէ կետի վրա։ Հիմա հանգիստ վիճակ է։ Ղալումյանը անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին, պնդեց, որ մարզում այս ուղղությամբ որևէ աշխատանք չկա։ Ես նշեմ, որ ավելի քան կես տարի է սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են, թե ինչպես պետք է շարունակեն սահմանազատման աշխատանքները, որ կետից պետք է շարունակեն, սակայն կես տարվա ընթացքում գործնականում որևէ քայլ չկա։ Վերջին անգամ այս մասին գործադիրից խոսել են նաև իրավասու պաշտոնյաները եւ պնդել, որ հստակեցվում է մեթոդաբանությունը, հենց այս հարցերի շուրջ են քննարկումները եւ այդ քննարկումների շուրջ փոխըմբռնում ձևավորելուց հետո աշխատանքները կշարունակվեն։ Համազատման գործընթացի ունեցած տեղեկատվությամբ որևէ process չկա այս պահին, ոչ մի աշխատանք իմ տեղեկատվությամբ չի իրականացվում։ Այսօրվա քննարկմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը սակայն իր զեկույցը ներկայացնելուց հետո ըստ էության հրաժարվեց ճեպազրույցից, մենք նրանից փորձում էինք ճշտել, արդյոք ինքը Անիֆի գործով որևէ հարցաքննության մասնակցել է։ Ասուլիսին բոլոր հարցերին Ձեզ տեսնում եք այս շրջանում ինչ խոստանում եմ։ Այս ասուլիսին շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն։ Իսկ պարոն Ավինյան, դուք մեղադրյալի աթոռին չեք, ինչպես պնդում են, որ պետք է լինեք։ Ես կարծում եմ, որ այնտեղ այլ մարդիկ պետք է մեղադրվեն այլ բաների համար։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ասուլիսին ամբողջը կպատասխանեմ։ Հաջորդ շաբաթ արդեն պատգամավորները գործադիրի անդամների հետ բյուջեի քննարկումները կշարունակեն արդեն լիագումար նիստերում։